Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Նախ որպես միջազգայնագետ կվերլուծեք, թե ինչ իրավիճակ է աշխարհում տիրում եւ ինչպես է անդրադառնալու դա Հայաստանի վրա, բայց նախ խոսենք Հայաստանի ներսում ընթացող գործընթացներից, որոնք բավականին ակտիվ են, մասնավորապես եկեղեցու հետ կապված, եւ Փաշինյանն է հայտարարել, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ խոսվել է առաջիկա ճանապարհային քարտեզի անցկացման մասին, դրան ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ, ինչ է սպասվում, այսինքն հստակ Փաշինյանը ծրագրել է ինչ պետք է անի, անցնցում նույնիսկ գրված էր, որ պետք է այդ գործընթացը կյանքի կոչվի։ Հիմա ինչ սպասենք։ Սպասենք ձերբակալություններ, սպասենք կալանավորումներ, սպասենք կոմպրոմատներ, սպասենք նոր նախկին հոգևոր սպասավորների ինչ-որ ելույթներ, այն ինչ-որ այս ամիսների ընթացքում տեսել ենք, շարունակում է նա իրեն բնորոշ գործունեությունը, կազմաքանդիչ գործունեությունը շարունակում է։ Այսինքն նոր եկեղեցի տեսնենք, նոր եկեղեցի կարող է տեսնենք, մենք 100 տարի առաջ էլ ունենք 100 տարի առաջ հենց այս ժամանակներում նոր եկեղեցի կամ ազատ եկեղեցական եղբայրություն այդպիսի կազմակերպություն կար հիմնված որպես հակադրություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչը մենք տեսնում ենք պատմությունը ցույց է տալիս, որ բայց նա արդյոք ուզում է նոր եկեղեցի ստեղծել, թե նա ուզում է փոխարինել։ Չէ, բնականաբար քանդել, նրա նպատակը քանդելն է, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին քանդելն է։ Այդ նոր եկեղեցի սարքելը նկատի ունենք, որ հենց այդ քանդման, կազմաքանդման գործընթացի որպես բաղկացուցիչ մաս։ Այսինքն ստեղծում ես ինչ-որ մի հատ նոր կառույց, հակադրում ես մյուս կառույցին, հակադրում ես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ նպատակը ի վերջո քանդելն է։ Կուր միասնությունը, որ կա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, որի հավատացյալները, որի հավատացյալ հոտը ամբողջ հայ ժողովուրդն է Հայաստանում եւ Սփյուռքում, հայ ժողովրդի միասնականությունը ամփոփող այդ կառույցը, այդ միակ կառույցը, որովհետեւ էլի ազգային կառույցներ կան, հա, բայց դրանք ամբողջ հայ ժողովրդին չէ, որ միավորում են, ամբողջ հայ ժողովրդին միավորող միակ ազգային կառույցը այսօր մնացել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ նրա խնդիրն է քանդելը, որովհետեւ երբ որ այդ դուք սկզբում ակնարկեցիք միջազգային իրավիճակի մասին, երբ որ դու նայում ես միջազգային իրավիճակը, ինչա տեղի ունենում, ովքեր են զինվում, ինչեր են իրար սպառնում, այդ սպառնալիքները մեր կողքով անցնում են, թե չեն անցնում, մեր կողքին զարգացումներ են տեղի ունենում, դրանից մեզ վնաս լինելու է, թե չի լինելու, դրան ոնց ենք դիմակայելու։ Այս բազմաթիվ հարցերի կողքին, երբ որ նայում ես, բացում ես լրահոսը եւ տեսնում ես այսպես Հայաստանի ներքին օրակարգի թիվ 1 հարցը եկեղեցու նորոգում ճակերտների մեջ է ամեն ինչը։ Յուրաքանչյուր այդպես միգուցե այս ամենն էլ կապ ունի աշխարհում տիրող իրավիճակների հետ։ Իհարկե կապ ունի։ Եկեղեցի սպառնալիք է դարձել կամ խոչընդոտ է։ Քննարկենք եւ դրան անդրադառնանք։ Չէ, խոչընդոտ իր համար է դարձել։ Խոչընդոտ իր իշխանությունը պահպանելով Հայաստանի համար է դարձել։ Այսինքն իր պատկերացրած իրական Հայաստանում, որտեղ ինքը որ պետքա ցմահ իշխանություն լինի, հա, այդպիսի վիճակի համար իր իշխանությունը պահող Հայաստանում է խոչընդոտ դարձել։ Դրա մասին մենք խոսենք, իհարկե խոսենք, քննարկենք, խոսենք, հասկանանք ինչի ինչպես։ Որովհետև առաջի հայացքից անհասկանալի է, իսկապես անհասկանալի է, չէ՞ որ նայում ենք, ասում ենք, այս իրադարձությունները, որ ծավալվում են, այս ահագնացող իրադարձությունները։ Ինչ պետք է աներ Հայաստանը, կարծես թե առաջի հարցը էս չպետք է լիներ։ Որ ձմեռ է գալիս, մարդիկ պատրաստվում են, ասենք, ձմռանը, մարդիկ ինչ որ պաշար են կուտակում, չգիտեմ, ասենք տունն են նորոգում եւ այլն, հա, բնական գործողություններ են անում։ Այնպես էլ պատերազմի հոտ է գալիս։ Մարդիկ խոսում են ու լուրջ մարդիկ են խոսում անգամ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկման մասին, իսկ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաշխարհային պատերազմի է պատրաստվում։ Հա, ամերիկացի լրագրողներ հայտնել։ Այո, եւ 2027 թվականի ռազմական բյուջեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 40%-ից ավելին է լինելու, քան 2026 թվականն, այո։ Եկեք այո հիշեցնենք, որ 2026 թվականի համար կոնգրեսը հաստատել է 900 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, իսկ 27 թվականի համար Թրամփը հայտարարել է, որ լինելու է 1.5 միլիարդի։
Տրիլիոն։ Ներողություն, տրիլիոն, շատ ճիշտ ուղեցիք, 1.5 տրիլիոն, այսինքն 600 միլիարդ գումարվել է, 600 միլիարդ, եկեք մի հատ պատկերացնենք այդ գումարի չափը եւ ինչի համար է արվում։ Եվ նայենք տեսնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, նրանց գործողությունները, օրեր առաջ Վենեսուելայում տեղի ունեցածը, Իրանում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ նրանց հայտարարությունները, Գրենլանդիան անգամ ուժով վերցնելու վերաբերյալ նրանց հայտարարությունները, Ռուսաստանի նավթային տանկերի ուրեմն գերեվարումը եւ այդպես, երբ որ նայում ենք ամենակարևոր հանգամանքներից մեկը Պաշտպանության նախարարության վերանվանումը ռազմական նախարարության, պատերազմի նախարարության, ամիսներ առաջ է։ Դա այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ դրան վրա ներողություն փոխեց անունը։ Հատուկ նկարեցին եւ ցույց տվեցին, որ փոխվել է արդեն անվանումը։ Դա փորձենք մի փոքր դա հասկանալ, ինչ է տեղի ունենում, տեղի է ունենում ուժերի մեծ այսպես վերադասավորության մի հատ շրջան է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսնում է, որ համաշխարհային առաջատարի քաղաքական, տնտեսական առումով համաշխարհային առաջատարի իր դիրքերը զիջում է, այլևս միաբևեռության մոմենտումը անցել է եւ ինքը շատ այդպես հստակ քայլեր է փորձում անել պաշտպանելու այն կարգը, ինչը որ կար Սառը պատերազմի ավարտից հետո, որտեղ ինքը գերիշխան էր ամբողջ աշխարհում, գրեթե ամբողջ աշխարհում, ամենայն դեպս արևմտյան կիսագնդում ինքը լիարժեք գերիշխան էր, իսկ արևելյան կիսագնդում ինքը արդյունավետ կերպով թույլ չէր տալիս, որ իր նման կարգավիճակ ունեցող գերիշխանի հեգեմոնի կարգավիճակ ունեցող պետություն առաջանա, հանդես գա։ Հիմա պարզ է, որ այդ քայլերը, այդ ռազմավարությունը ձախողվել է եւ արևելյան կիսագնդում առաջ են գալիս հեգեմոններ, ընդգծված հեգեմոն, ինչպիսին Չինաստանն է, ինչը նաև ինչի բարձրացումը, Չինաստանի բարձրացումը մեծ խնդիրներ է առաջ բերելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության համար է բերելու։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքականությունը թելադրող կարևոր կենտրոններ են բիզնես օջախները, բիզնես կենտրոնները, որոնց հետ նաև կապված է սերտորեն կապված է Դոնալդ Թրամփը։ Այև դրանով է պայմանավորված, որ այս ակտիվ հակազդեցությունը կարծես թե պատրաստվել է այդ կատակլիզմներին, տեղի է ունենում։ Եվ դա նաև մեր տարածաշրջանից հեռու չէ։ Հա, իր գերիշխանության պահպանումը նա պատվիրակում է նաև տարբեր պետությունների հետ։ Պատվիրակվող պետություններից մեկն էլ Թուրքիան է։ Այսօր Թուրքիան է, որը իր առանձին խաղն է նաև տանում, համադրելով ամերիկյան աշխարհառազմավարական շահերի։ Բայց նրանց մեջ խորը հակադրություն կա, ինչի մասին խոսում են շատերը։ Չեմ կարծում, չէ, խորը հակադրություններ չեմ կարծում։ Տակտիկական կարող է լինել։ Տակտիկական Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության, ոնց որ ասած, բարձրությունից երբ որ նայում ես Թուրքիա-Իսրայել հակամարտությունը, օրինակ տակտիկական առումով հակադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահին, որովհետև մերձավոր արևելյան քաղաքականության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին տասնամյակների ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները կենտրոնական դեր ունեցող հանգամանք է։ Հիմա թուրք-իսրայելական շահերի բախումը այդ առումով, այո, խնդիրներ ստեղծում է, բայց դա տակտիկական առումով է խնդիրներ, ինքը ի վերջո կկարողանա ինչ որ ձև գտնել այստեղ։ Ավելի կարևոր է, որ հստակ, ուրեմն մեր կոնկրետ տարածաշրջանում, այն պետությունը Թուրքիան, որը ստանձնում է այստեղ լիդերի որոշակի դերակատարություն եւ այնպես անելն է, որպեսի այս կարևոր տարածաշրջանից մեծ մերձավոր արևելքից հնարավորինս թուլանա Ռուսաստանի ազդեցությունը, հատկապես մեր տարածաշրջանում հարավային Կովկասի եւ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունը։ Հիմա այս Սյունիքի ճանապարհի հետ կապված, բացի այն, որ ընդհանուր Հայաստանի վրա ազդեցություն է ունենալու, մասնավորապես Սյունիքի ճանապարհի հետ կապված դուք ինչ խնդիրներ եք տեսնում Իրանում ստեղծված իրավիճակի հետ։ Դե հենց հիմա ամբողջ խնդիրը դրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն Նիկոլ Փաշինյանի ձեռքով մտցվեց մի հատ աշխարհաքաղաքական խաղի մեջ, որը որ լարվածության նոր օջախներ է բերելու։ Այսինքն, այստեղ պլանավորվում է անցկացնել այդպես կոչված trip կոչվածը, որը որ եթե անխոչնդոտ բառը կա,
եւ դրա տակ քավորների ստորագրություն է դրվում, միջազգային ինչ-որ ռեժիմի կարգավիճակ է տրվում, հետեւաբար այստեղ հասկանալի է, որ ինչ-որ պահանջներ են առաջ գալու։ Այդ պահանջներից մեկը լինելու է այն, որ այդ ճանապարհի երկայնքով, այդ ճանապարհի ուղղությամբ լինի ապառազմականացված գոտի։ Մենք հաջորդ պահանջը դա ենք նշելու, այսինքն որտեղ որ Հայաստանի Հանրապետության գուցե կարող է ձևական առումով, քաղաքական առումով իրավասությունը ճանաչվի, բայց ռազմական առումով իրավասություն չի լինելու։ Պահանջը դա է դրվելու։ Եվ եկեք մի կարևոր բան էլ հիշենք։ Այդ սահմանի երկայնքով տեղակայված են ռուսներ, ռուս խաղաղապահներ։ Հետևաբար պահանջադրվելու բնականաբար նաև իրենց հանելը։ Դա ինչի կբերի։ Կբերի Ռուսաստանի կողմից հակազդեցության թե չի բերի, ես կարծում եմ պետք է որ բերի։ Դա նաև խնդիր է առաջացնելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում, շատ մեծ խնդիր է առաջացնելու։ Եվ փաստորեն այդ քաղաքականությամբ իրենք դե այդ խնդրի մասին խոսել էին իրանցիները։ Հա, իհարկե, քանից էս ասել են։ Հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականներ օրերս խոսել այդ մասին, որ Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությամբ է գործում։ Իդեպ Ալիևն էր ասել, որ Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությունն է լինելու, բայց անունը ուրիշ բան է լինելու։ Ինչ անուն ուզում եք, ասում եք կոչեք, բայց տրամաբանությունը դա է։ Այո, տրամաբանությունը դա է, բայց բնականաբար տրամաբանությունը բայց կներկայացնում, որ այդպես Հայաստանի համար լավ է, փակուղից դուրս է գալու, նույնիսկ խոսել էր այն մասին, որ հնարավոր է Թուրքիան ճանապարհները բացի Հայաստանի համար։ Եկեք մի ուղղակի պարզ բան հասկանանք, էլի տարբերություն կա Հայաստանի հարավով անցնող այդ անցման ռեժիմի եւ Նախիջևանի կամ Ադրբեջանի տարածքով անցման ռեժիմի։ Նույն ռեժիմով մենք կարող ենք օրինակ Գյումրիից Կարսով դուրս գալ դեպի Սևծով, չենք կարող։ Նույն ռեժիմով մենք կարող ենք Նախիջևանով մուտք գործել Իրան, չենք կարող։ Նույն ռեժիմով մենք կարող ենք Ադրբեջանով դուրս գալ Ռուսաստան։ Այն ինչի մասին որ Իլհամ Ալիևը հունվարի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը կապ կստանա Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղիների հետ Նախիջևանի եւ Ադրբեջանի տարածքով։ Մենք արդյոք նույն ռեժիմով ենք կապը հաստատելու։ Ոչ։ Ցանկացած պահի կարող են չէ փակել։ Ասելու են մեր տարածքով է անցնում, մեր բարի կամքն է, թույլ կտանք կանցնի, թույլ չենք տա չի անցնի։ Եվ այստեղ ոչ մի թուղթ չկա, ոչ մի ստորագրություն չկա։ Ալիևի այդ ասացի տակ որևէ միջազգային երաշխիք չկա, որևէ ստորագրություն չկա, միջազգային ինչ-որ թիմի որևէ նախաձեռնություն չկա։ Ի տարբերություն TRIP կոչվածի, որի տակ ստորագրություններ կան։ Թեև դե երկու կողմանի ստորագրություն է, բայց ամեն դեպքում ընկերություններ են լինելու այնտեղ։ Ինչ որ ինքը նաև մի գործընթացի համատեքստում էլ չէ եղել, ինչ որ գործընթացի համատեքստում է եղել։ Եվ դրա հիման վրա հիմնելով թուրքերը նաև բան են կառուցում, երկաթուղի են կառուցում, ադրբեջանցիները երկաթուղի են կառուցում։ Այսինքն սա փաստորեն պարան է լինելու գծված Հայաստանի բկին, Հայաստանի վզին, երբ որ ուզենան, ինչ առիթով որ ուզենան, սեղմեն, քաշեն այդ պարանը եւ խեղդեն։ Էս է լինելու։ Մենք համեմատում ենք եւ տեսնում ենք, որ Հայաստանը երբեք ու երբեք, եթե այս գործընթացը շարունակվի, հասնի ինչ-որ մի հատ տրամաբանական կետի, երբեք ու երբեք չի կարողանալու արգելել իր տարածքի վրայով տեղաշարժի, եթե այս գործընթացը այս ձևով շարունակվի։ Իսկ Իրանում ինչ զարգացումներ կարող են լինել։ Հիմա որոշակի հանդարտություն կա, թե ամեն դեպքում լարված է վիճակը մնում։ Նշվում է, որ Իրանից մի քաղաք գրավել են ցուցարարները եւ այլն այդպիսի տեղեկություններ կային։ Իրանում իհարկե ակտիվացել են տարբեր խմբավորումներ, բայց եկեք մի բան հիշենք, որ Իրանը երկար անկայունությունների պատմություն ունեցող երկիր է եւ այդ երկրի պատմությունը երբ որ կարդում ենք, նայում ենք, այդ հակադրությունները, անկայունությունները միշտ եղել են եւ միշտ կարողացել են դիմակայել։ Մեզ Հայաստանի Հանրապետությանը բնականաբար ձեռնտու է կայուն Իրան։ Եվ մենք լիահույս լինենք, որ այն ինչ որ տեղի ունենում, դա էլ կանցնի, մանավանդ մի կարևոր հանգամանք, որ կարծես թե թուրքական ներգրավվածություն այս պահի դրությամբ չի նշмарվում, չի երևում, հաշվի առնելով Թուրքիայի եւ Իսրայելի միջև ահագնացող ճգնաժամը։ Այ եթե թուրքական ներգրավվածություն լիներ Իրանում, շատ ավելի մտահոգիչ կլիներ, շատ ավելի մտահոգիչ իրադարձությունների կարող ենք սպասել։
բայց որ էլի Իսրայելի եւ Իրանի միջև հարաբերությունները լարված են եւ մենք այդ ամեն ինչից Եվ Թրամփն էլ այնտեղից միշտ բորբոքում է այդ թեման, որ հնարավոր ռազմական գործողություններ լինեն, եթե միջուկային ծրագրից չհրաժարվեն։ Մենք նաև երեք լուր ունեցանք այդպիսի, իհարկե իրանական տելեգրամ ալիքներից, այսօր առավոտյան դեռևս չեմ հասցրել ոնց որ կրկնակի ճշտել, որ Իսրայելում ռուսական դեսպանությունն է տարհանում իրականացնում, դա նշանակում է, որ նաև Իրանի կողմից ինչ որ հարվածների է պետք սպասել, այսինքն այն ինչ որ անցած տարի ամռանը տեղի ունեցավ, գուցե նույն մասշտաբներով, գուցե ավելի, համենայն դեպս մեր տարածաշրջանը եռում է։ Իրադարձությունները բավական շատ են, ինտենսիվ են, դրանց միջև կապերը բազմաբնույթ են եւ այդ ամեն ինչը վերլուծելու, հասկանալու համար իհարկե առանձին անձինք քիչ են, ինստիտուտներ պետք է աշխատեն, պետական ինստիտուտներ պետք է աշխատեն, պետք է լավ կարողանան վերլուծել եւ Բայց հետևելով իշխանության գործողությունների մասնավորապես Փաշինյանի, թեև իր թիմն էլ այս ամենին մասնակից է, կարծես թե որևէ խնդիր Հայաստանում չկա, միակ խնդիրը եկեղեցին է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ բարձր դասը մասնակցում այդ պատարակներին Փաշինյանի հետ, կառավարության անդամները, պատարակ կոչվածները եւ նաեւ պատգամավորներ։ Այդ ուխտերթի հետ կապված ինչ կասեք։ Այդ ուխտերթը ոնց որ ասած մի մասնավոր դեպքն է, եկեք մի հատ փորձենք Հերմինե ջան հասկանալ Բա հետևապես ինչի է որ այդպես է լինում։ Ինչի են Հայաստանում այդպես հանգիստ։ Մի պահ կհիշեք, մենք ենք մեր սարերը ոնց էր սկսում։ Բայց որ աշխարհում ջրածնային ռումբ է պայթում, ինչ որ բաներ են տեղի ունենում, մեկը ցույց է տալիս հնձվորները ինչ որ այդպես հնձում են, էլի, այսինքն կարծես թե Հայաստանը մեկուսացված լինի։ Եկեք հասկանանք հետևյալը։ Հասկանալի է, չէ՞, որ այն ինչ այս ականապատ դաշտի ականները, որ սկսեցին գործել, Հայաստանին այդ պայթյունները հասնելու են։ Բա եթե հիմա օրակարգը դարձել է եկեղեցին, այսինքն ինչ որ մենք տենդագին նախապատրաստություններ չենք տեսնում։ Մենք նորմալ պարագայում պետք է տեսնեինք ուրիշ բաներ, էլի, այդպես ասած, հա։ Պետք է ինչ որ, չգիտեմ, չնայած արդեն Փաշինյանի իշխանության ներքո միավորման որևիցե բան մարդու մտքով չի անցնում, բայց ընդհանուր առմամբ պետք է տեսնենք ինչ որ միասնականության, հաշտեցման, լավ գոնե հաշտեցման օրակարգ որ առաջիկայում ընտրություններ են եւ այս ամեն ինչը շատերն ասում են, որ ընտրությունների տրամաբանության մեջ է Փաշինյանը տանում, այսինքն եկեղեցին թիրախ է ստեղծել իրեն ներկայացնելու կամ PR-ելու որպես նախընտրական քարտեզ։ Ես կարծում եմ հետեւյալն է, այս հիմա ոնց որ գանք այս բանին Եկեղեցու դեմ տարվող այս արշավը այն գինն է, որ Փաշինյանը վճարում է Հայաստանին ձեռք չտալու թուրք-ադրբեջանական կեղծ խոստման դիմաց։ Այսինքն, միգուցե իրեն բանավոր ձևով հավաստիացրել են, ասել են, որ քեզ ձեռք չենք տա այս գլոբալ կաթսայի մեջ, քեզ ձեռք չենք տա դու հատկապես Փաշինյանին ձեռք չենք, այսինքն Հայաստանի համար խնդրեմ ռազմական առումով չենք ստեղծի այնքան ժամանակ, մինչև որ դու կընտրվես, դու ամեն ինչ արա, ամեն քայլ արա, քեզ համար ցանկացած խոչընդոտ վերացրու, բայց այդ խոչընդոտը միայն իր համար խոչընդոտ չի։ Այդ խոչընդոտը նաև Էրդողանը մասնավորապես շատ է խոսել հայ առաքելական եկեղեցին, որպես ազգային կառույց կապակցված են իրար հետ։ Ազգային ինքնություն պահպանող եւ ազգային հիմնախնդիրներ առաջ քաշող կառույց, բնականաբար պետք է թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից այդ կառույցը պետք է գոյություն ունենա ընդհանրապես կամ լինի այնպիսի, որպեսզի հպատակ լինի Փաշինյանի թելադրածով լինի։ Գարեգին երկրորդը Փաշինյանին չի հպատակվում, դրա համար խնդիր է դրել Գարեգին երկրորդին հանել եւ եկեղեցին նաեւ կազմաքանդել։ Եվ դրա դիմաց ինքը փաստորեն ինչ որ իր համար բանավոր, գուցե չգիտեմ, երաշխիքներ է ստացել, որ Հայաստանի համար այդ ընթացքում ռազմական բաներ չեն միջև ընտրություններ։ Եվ դա նաև փաստվում է, երբ որ նայում ենք միջև ընտրություններ, ես էլ եմ այդպես մտածում, իհարկե միջև ընտրություններ, թե չէ իմաստը ո՞րն է դրանց։ Դրանց հետո նորից սպառնալիքներ են լինելու, ինչ որ բաներ փոկելու։ Բայց այլ մեկ այլ բաներ խոսում, ասում են խաղաղությունը հաստատված է, պատմական իրադարձություն եղավ, ճանապարհները կբացվեն, սահմանները կբացվեն Թուրքիայի հետ, Հայաստանը փակուղուց դուրս կգա։ Սա եւս աջակցող հայտարարություններ են, աջակցող հայտարարություններ են, իրոք աջակցություն որոշակի կա իրենց կողմից, բանավոր առումով աջակցություն կա, ես ավելին ասեմ, դեկտեմբերի կեսերին էլ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ
խորհրդանշական այո այդ բառը սիմվոլիկ ինչ որ բաներ կլինեն, քայլեր կլինեն, այսինքն սիմվոլիկը ինչի համար է, ընդհանրապես ինչ որ մի բան ցույց տալու համար է, չէ։ Սիմվոլիկ նշանակում է ոչ իրական, ոչ խորքային։ Դա եղավ, այդ երրորդ երկրների քաղաքացիներ որ կարող են Հիմա եկեղեցու Թուրքիայի տարածքում եկեղեցու նորոգման մասին են խոսում, դա էլ է այդպես փորձում PR-ել։ Անի կամուրջի վերականգնման մասին են խոսում, դա էլ այդպես PR-ի շրջանակներում են տեսնում։ Մի խոսքով այդպիսի սիմվոլիկ քայլեր համենայն դեպս ոնց որ ասած այն ինչ որ Փաշինյանը հիմա մեզ ինչ է ասում, ասում է ես կընտրվեմ խաղաղություն կբերեմ, թուրք-ադրբեջանական կողմից այդ պատժեշկան, այսպես ասենք, այդ աջակցությունը դիվանագիտական առումով խոսքի առումով լինում է։ Իրանք ասում են դեռևս մեծ քայլերի պատրաստ չեն նրանք։ Չէ, խնդիրը հետեւյալն է, որ կընտրվի Փաշինյանը ոնց որ ասած, ընտրվի, նորից ընտրվի եւ դրանից հետո արդեն կանցնեն Հայաստանից իրենց ստանալիքների, իրենց պահանջների նոր ու հայ ժողովրդի համար խիստ ծանր փուլին։ Եվ դրանից հետո էլ գուցե այնպիսի իրավիճակներ ստեղծվի, որ Փաշինյանը այս ժողովրդին ասի, տեսեք, եթե այս զիջումները չանեմ, եթե օրինակ ասենք, չգիտեմ, այսպես կոչված անկլավները չզիջեմ, նոր պատերազմ կլինի։ Եթե այսպես կոչված ադրբեջանցիների բնակեցման հարցը չլուծեմ, պատերազմ կլինի եւ այդպես։ Դե անկլավների մասին արդեն իսկ խոսում են։ Դե արդեն անոնսը տվել են։ Այս պահի դրությամբ դեռևս լուրերի գլխագրերում շատ չեն հայտնվում, բայց ակնհայտ է, որ դրանք հայտնվելու են։ Եվ ինչ ընթաց կստանա եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, դուք կարծում եք, շատերն ասում են ոչինչ էլ չեն կարող եկեղեցուն անել, շատերը մտահոգված են, ասում են արդեն իսկ նրան հաջողվել է պառակտել, բացի այդ արդեն իսկ 11 բարձրաստիճան հոգեվորական Փաշինյանի կողքին են եւ հնարավոր է նրանց թիվը մեծանա։ Դուք ինչ վտանգ եք տեսնում։ Իհարկե այն ինչ որ տեղի է ունենում շատ ցավալի է, բայց ես համոզված եմ, որ այս ձևով եւ ընդհանրապես հայոց եկեղեցին քանդել հնարավոր չէ։ Ինչ որ ժամանակավորապես կարող են պայմանական ասած բոլոր հոգեվորականներին, ինչքան որ հոգեվորական կա, պայմանական ասած կարող են ձերբակալել, պահել, չգիտեմ, ոստիկաններ կանգնեցնել եկեղեցիների դռանը, թույլ չտալ, որ ինչպես որ օրինակ ասենք Թալինում տեղի ունեցավ։ Քայլ առ քայլ կարող են անել, բայց դրանով գուցե ինչ որ մի ժամանակ իրենք այդպես ինչ որ բաներ ցույց տան, իրենց մկանները ցույց տան, իրենց ուժեղությունը փորձեն ցույց տալ ու փորձեն դա օգտագործել ընտրությունների ժամանակ։ Մեր խնդիրն էլ լինելու է դրա դեմ պայքարելը, մեր խնդիրն էլ լինելու է այնպես ինչպես որ մենք ենք պայքարում ճիշտ ձևով փորձել առաջիկա ընտրական գործընթացներին, դա է մեր շանսը։ Փողոցով իշխանություն պայքարելու շանս է սպայդերությամբ չի լինում։ Դա զուգահեռ process է, դրանք մեկը մեկի հետ կապված են, Այսօր քաղաքական ուժերի կողմից, ակտիվ քաղաքացիական խմբերի կողմից եկեղեցուն լավագույն ոնց որ ասած օգնությունը կարող է լինել այն, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ Փաշինյանը հաղթանակ չտանի։ Անել հնարավորինս շատ մարդ, որպեսզի քաղաքացիական մասնակցությունը ընտրություններին բարձր լինի, փոշիացումը շատ քիչ լինի։ Դա է լավագույն նվերը, թե չէ զուտ ֆիզիկական իմաստով, հա, 1-2 իրավիճակում գնալ, ես էլ եմ եղել, եկեղեցում կանգնել, Փաշինյանը վեհապարին հեռացնի կամ ինչ-որ բան հաջողվի նրան։ Եվ ուշացած Համաձայն եմ, հնարավոր է կալանավորի, Խորեն Մուրադբեկյանի դեպքն ենք հիշում, Աստված մի արածցե, ամեն ինչ հնարավոր է անել, բայց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի կառույցը դարձնել որպես այդպես վասալ կառույց, վերափոխել, կերպափոխել, տրանսֆորմացնել, դա պետք է տեղի չունենա։ Էս է խնդիրը, իսկ այդ խնդիրը լուծելը մենք տեսնում ենք Փաշինյանին այնպես անելու մեջ, որ Փաշինյանը իշխանության չլինի։ Բայց ասում են, որ շատ այսպես ընդարձակ պլան է գծված եւ նույնիսկ դեսպանները Հայաստանի, որ տարբեր երկրներում են գտնվում, նրանք աշխատանքներ են տանում այնտեղի հոգեվորականների հետ եւ իդեպ այդ հարցը երբ հնչեցվեց, քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը, չգիտեմ որքանով է տեղյակ, նա ամեն դեպքում չհերքեց, որ աշխատանքներ է տարվում նրան շուրջ եւ գործողություններն են դրա մասին խոսում, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի նրանք միանան Փաշինյանի գործընթացին, այսինքն Սփյուռքում լայնածավալ աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ։ Դե հետագայում դրա վերաբերյալ այո, քննություն կտարվի եւ դիվանագիտական այն ներկայացուցիչները, ովքեր որ իրենց
ֆունկցիաները կատարելու փոխարեն քաղաքականությամբ են զբաղվում բառի բուն իմաստով, ԿՊԱ-ական ուրեմն կուսակցական գործունեությամբ են զբաղվում բառի բուն իմաստով, իրենք իրենց պատիժը կրելու են, բայց իրենք կներեք չունեն այդ իրավասությունները, լիազորությունները, կարողություններն ու ռեսուրսները, որպեսզի Սփյուռքի կյանքում ինչ որ նշանակալի բան փոխեն, կարողանան սփյուռքահայ համայնքներին, կազմակերպություններին հանել եկեղեցու դեմ առանց դեպքեր թեմերի առաջնորդներին կարող են իրենց հովանանակ Շվեյցարիայի թեմի առաջնորդի տեղապահի, բայց դե հիմա եկեք դե համեմատենք այդ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմ եւ արևմտյան թեմ, հա, արևմտյան թեմի առաջնորդը մտել է խաղի մեջ եւ ինքն էլ ուզում է, կարծես թե խոսում է այն մասին, որ ինքն է ուզում կաթողիկոս դառնալ, բայց օրինակ ասենք մյուս թևը, մյուս ափը այդպիսի գործընթացների մեջ չէ, Ռուսաստանի թեմը այդպիսի գործընթացների մեջ չէ եւ բազմաթիվ այլ երկրներում մի քանի տասնյակ, ես կոնկրետ թիվը չգիտեմ, բայց համենայն դեպս 1-2 այդպիսի դեպքերը վերցնել եւ դրանից զարհուրել կարծում եմ չարժե, պայքար է, մտել ենք մեր պայքարը պետք է մղենք, ուզած չուզած, այսինքն եթե մենք դրան վերցնենք ու ասենք, վայ, ես ինչն էլ միացավ, այս մի թեմի առաջնորդը կամ տեղապահը կամ այս մի հոգևորականը միացավ, դրանից մեծ տրագեդիա պետք չի սարքել, շարունակում ենք աշխատել։ Իսկ Ուխտերթից Փաշինյանը ինչ հետևություն պետք է անի։ Ինձ չի հետաքրքրում անկեղծ ասած Փաշինյանը ինչ հետևություն պետք է անի։ Բայց ինչ մենք տեսանք, այդ օրը ինչ մենք հասկացանք։ Ինքը հետևություն անող մարդ չի, ինքը նույնիսկ որ մարդիկ այնքան չեն, ինչքան ինքը սպասում էր, որ ինքը արդեն կոչ է անում եւ այն թիվը, որ ինքը պատկերացնում է մարդկանց, որ պետք է հավաքվի, այդ մարդիկ չկան։ Սա նորից եմ ասում, սա ինչ որ միջազգային պայմանավորվածության թեմա է եւ ինքը այդ թեման շարունակելու է տանել, անկախ նրանից, հա իհարկե, բնականաբար ենթադրելի է, որ դրանից հետո ինչ որ մարդկանց հետ խիստ խոսել է։ Ինձ չի հետաքրքրում Փաշինյանի հետևությունները, ինձ ավելի շատ հետաքրքրում է կամ առիթ օգտագործելով, չէ, ես ենթադրաբար եմ ասում, չեմ տիրապետում ինֆորմացիային։ Նկատի ունեք ԿՊ-ի հետ, որ շատ մարդ չեն բերել, բայց ամեն դեպքում ինչքան կարողացել են աշխատել են նրանք։ Ես այնտեղ եմ եղել, ու այնտեղ եմ եղել ոչ թե մասնակցել այդ իմաստով, այլ պատարագին էի ես մասնակցում, հետո մի պահ դուրս եմ եկել, որ գնամ շիշ բերեմ ջուր օրնվաս տանեմ եւ այդ պահը տեսա որ մտան, այդպես եկան։ Եթե անգամ 3000 կամ 4000 մարդ լինի, նման թիվ չկա։ Եթե լինի անգամ, դա շատ է։ Անգամ լինի, եթե դա ցուցիչ չէ։ Դա ցուցիչ չէ։ Անգամ եթե այդքան լինեն, դա ցուցիչ չէ, որովհետեւ շատ օրինակ ավելի հետաքրքիր էր հետևելը տեսնելը եւ ես որոշակի հեռավորությունից օրինակ հետևում էի, տեսնում էի, չկա էներգետիկա։ Այն առաջվա էներգետիկայից Փաշինյանի հանրահավաքային այդ առը անգամ չի մնացել։ Մի ժամանակ ինքը ինչպես էր հաղորդակցվում մարդկանց հետ, հա, ինչպիսի ջերմ դրական արձագանքներ էին գալիս, հիմա դա չկար եւ նախարարությունների աշխատակիցներ կային, մարդիկ կային, ովքեր որ բերման էին ենթարկվել, շակերտներով իհարկե բերման էին ենթարկվել, ստիպողական ձևով, ստիպողական ձևով բնականաբար չի փոխվի։ Մարդիկ ժուրնալիստների առջև խուսափում էին կանգնելուց եւ ասելու թե ինքը ինչի համար է եկել։ Հա, եթե հաշվի չառնենք առանձին քաղաքականացված, կուսակցականացված դեմքերի, նրանք իհարկե կխոսեն։ Մի մասը թաքցնում էին դեմքերը, այո։ Մարդիկ այո թաքցնում են, որովհետեւ հասկանում են, որ ամոթալի process-ի մեջ են մտել, այսինքն հետևությունը թող դա լինի։ Հետևությունը Փաշինյանը ինքը հետևություն չի անելու, ինքը իր էությամբ այսպես են ազարտային խաղացող է։ Նա մինչև վերջ գնալու է։ Բայց նրա կողք գտնվող մարդիկ գիտակից թե անգիտակից, այն նրանք պետք է հետևություն անեն, որ իրենք հանցակից են դառնում։ Որովհետև այն քայլերը, որ արեց այդ ուխտերթ կոչվածից հետո, այն հայտարարությունները, որ արեց, նրանք հանցանք են։ Ելույթը նկատի ունեն։ Այո, ելույթը, որ կոչը, հատկապես կոչը, որ մտեք եկեղեցիներ եւ կոչ արեք պատարակիչ քահանաներին զեղչել կաթողիկոսի անունը, այսինքն սա նախ եւ առաջ բարոյական տեսանկյունից սրբապղծություն է, այսինքն դու դարերով եկած պատարակի կարգը խախտում ես քո քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից եւ երկրորդ դու սա արդեն իրավական առումով, սահմանադրական առումով հանցագործություն է, սահմանադրության հոդվածի խախտում է կրոնական կազմակերպության ազատության մասին սահմանադրական դրույթի ակնհայտ խախտում է եւ մեր գործընկերներից
մեկն էլ շատ լավ Սուրենը Սուրենյանց շատ լավ ձևակերպում տվեց, կարծես թե աշխարհիկ պետության վաղճանի մասին է խոսում, այսինքն եկեղեցին ուզում է եկեղեցու գլուխ դառնալ անգամ դառնալ գլուխ, ինքն էր իրեն այդպես դրել եկեղեցականի հոգևորականի տեղ եւ ինչ որ իրեն այդպիսի հայտ բաներ էր վերագրում, միսիա էր վերագրում գոչել Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, որ մարդիկ պատասխանեն եւ դա անել 3 անգամ, ինչպես որ եկեղեցականներն են անում։ Դուք ասում եք էներգետիկա չկար, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, որ եկեղեցու թեման կաշկանդում է շատերին, նույնիսկ նրանց, ովքեր որ Փաշինյանին անվերապահ հավատում են։ Միգուցե ընտրություններում այլ ընթացք լինի։ Վախի զգացում կա շատերի մոտ, եկեղեցու հանդեպ պատկառանք կա, նրանք իրենց տարբեր առիթների եկեղեցու հոգևորականների շփումներ են ունեցել եւ շատերը չեն ցանկանում ուղղակի մասնակից լինել այդ ամեն ինչի, բայց նրանք չեն դադարում Փաշինյանին աջակցել։ Դրա համար ասում եմ, որ դա ցուցանիշ չի։ Իհարկե, գնացածների մի ստվար մասը Փաշինյանի բարոյական աջակիցները չէին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում Փաշինյանը աջակցություն չունի։ Չէ, Փաշինյանը աջակցություն ունի։ Այս պահի դրությամբ ցավոք սրտի դեռևս ամենամեծ թվով աջակիցները ինքը ունի։ Եկեք բան չանենք, էլի, բայց դա չի նշանակում, որ ինքը ունի այնքան մեծ աջակցություն, որ կարող է գալ հանգիստ գալ։ Ամեն դեպքում հավաքական ընդդիմությունը ավելի մեծ հավաքական առումով ընդդիմությունը ավելի մեծ ունի, եթե իհարկե կարողանա այդ ամենը ճիշտ պարզապես ֆիզիկայի այդ բանը օրենքի այդ պոտենցիալ էներգիան կինետիկ էներգիայի վերածելու խնդիր պետք է կարողանալ լուծել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Հրմեջան։ Զրուցակիցս Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։